Բարև, պիտի անցնենք Ղևդացոց գրքին 21-րդ գլխուն։ Այստեղ ունենք քահանային անձնական մաքրության օրենքը։ Հիմա կան որոշ բաներ, որոնք պետք է նկատել։ Նախ Իսրայելը քահանայություն ուներ։ Աստծո սկզբնական նպատակն էր, որ ամբողջ ազգը քահանաներու թագավորությունը ըլլար։ Բայց անոնց անհնազանդությունը հատուկեն ոսկիե հորթին հարցի նկատմամբ գործանեց այդ հնարավորությունը գադարյալ եւ օրինակելի ասկիմը։ Սակայն դակավին այսօր յուրաքանչյուր հավատացյալ քահանա է եւ գրնա մոդենալ շնորհքի քահին։ Այս գլխուն մեջ կանոնները Ղևիի ցեղին համար են։ Աստված բարձրացուց այս ցեղը վեհ պաշտոնիմը, որը ուներ հատուկ բարդականություններ եւ բարդավորություններ որպես քահանաներ։ Գտեսնենք Աստծո զավակը այսօր շնորհքով փրկված է, կանչված է ավելի բարձր չափանիշներով։ Եվ ես կգարձեմ, որ հավատացյալը պետք է շատ զգուշ լա եկեղեցու մեջ պաշտոնը ընդունելու, որովհետև հավատացյալը պետք է ադակ լա այդ պատասխանատվության։ Եթե դու բարձր պաշտոնի արժանացար, այսպիսով ադոր արժանի ապրիր։ Այլապես դու խայդարագություն կլաս Քրիստոսի կորձին։ Եվ մենք հաճախ կտեսնենք այդ մեր շուրջը, երբ եկեղեցական պաշտոնով մարդիկ իրենց արարքներով կխայդարագեն դերը։ Առաջին համարին մեջ Աստված կպատվիր է, որ քահանաները չբղձվին, թփչելով թիագիմը, եթե մահացած մոդիկ ասկագամը չլար։ Չորրորդ հատվածի մեջ քահանան կնկարագրվի որպես ժողովրդին գլխավոր մարդը, եւ անոր պաշտոնը կվահանչեր ավելի խիստ հատկացվում, քան ովևէ սովորական մարդ։ Այսօր մեզ մե անոնք, որ սարգավակ են, երեց են, իրագնորիայի դպրոցի ուսուցիչ են, Աստված մեզի ավելի պատասխանատու պիտի համարե։ 7-8 համարները կվերապերին քահանային անձնական եւ անհատական կյանքին։ Ան պետք չէր ամուսնանար բորնիգիմը, բղձված գնոջը կամ ամուսնալուծված անձիմը հետ։ Բաժարը այն է, որ ան Աստծո գծարայ է։ Ան Աստծո մադրվագն է եւ ան զաստված կներկայացնե։ Հիմա 10-11 համարներուն մեջ նկատի ունեցեք, ան իր հանդերձը պետք չէ բադրե։ Ինչու՞։ Եթե գիշեք, քահանայապետը բադրեց իր հագուստը խախտելով այս օրենքը, երբ Հիսուսը գտածվեր օրենքը խախտելուն համար։ Այդ Աստծո դատաբարդությունն էր քահանայապետին ըրածին համար Հիսուսի, որովհետև քահանայապետը թակ կգրե, որ գսե սրբություն դիարան։ Աստծո ծառայողներուն կյանքին մեջ միշտ պետք է սրբությունը լա, եւ այդ է որ այսօր ամբողջ հատվածը գուզե փոխանցել։ Եվ յետքը 16-24 համարներու մեջ գա քահանայական կորձերու անադագության ցանկը, որոնք կապված են արած արգելք ունեցողներուն հետ։ Տեսակավոր բաներ, օրինակի համար գույրը, գաղը, գարջունչը, ագանչաբադը, այսինքն իր անդամներուն մեջ ավելորդ բամը ունեցողը կամ գոդրված ոսկոր ունեցողը գնան մարդը հերացնել ծառայութենե ֆիզիկական անգադարության պատճառով։ Եվ որպես Քրիստոսի ներկայացուցիչներ անոնք չէին գրնար ծառայել, բայց անոնք դուրս չմնացին դերոջ սեղանեն։ 22-րդ գլուխը կշարունակվի քահանայապետին վարմունքով, սկսյալ այն պատվիրանեն, որ անոնք, որոնք կծառայեն Աստծո, պետք է սուրբ լան իրենց բոլոր հարաբերություններուն մեջ։ Այդ գներարե դան մեջ, ընկերային հաղորդակցություններուն մեջ, գործի հաղորդակցություններուն մեջ եւ աշխարհի հետ։ Ուր որ ալ տպչեին այս քահանաները աշխարհին, անոնք պետք է սուրբ լային։ Կգարձեմ, որ նույնը կվերապերի Աստծո զավակին համար այսօր։ Ոչ միայն այդ, այլ նաեւ 31-րդ համարին մեջ կսե, որ անոնք պետք է վգաները լան Աստծո, թեև անոնք կանչված չէին, ինչպես մենք այսօր վգայելու, մինչև աշխարհի ծայրերը, սակայն անոնք սուրբ կոչմը ունեին ծառայելու Աստծո որպես ազգ։ Գաղափարը այն է, որ սրբությունը պիտի բերե ամբողջ աշխարհը միակ ճշմարիտ Աստծո։ Սիրելիներ, այս մեզի բամը գսե, մենք Աստծո վգաներն ենք։ Այսօր մարդիկ չեն գարտար Աստվածաշունչը, անոնք կգարտան քեզի եւ ինձի, ուշադրությամբ նայելով, դեսնելու,
թե մենք ինչպես կվարվենք։ Սիրելիս, Աստված գուզե, որ մեզ մե յուրաքանչյուրը ըլլա իր թագավորական քահանան եւ այնպես կալե, որ զինք ներկայացնե։ Ամեն։